Երկու ձեռք սոր բռնեմ, հələ պատկերացրու, երկու ձեռից մեջ, ոնց պուճուր երեխա գրկած լնեմ։ Բժիշկները բարեհաջող հեռացրել են Ջուլետա տատի 35 սանտիմետրանոց փայծաղը, որը 1 տարում մեծացել էր մոտ 3.5 անգամ։ Պատճառը հազվադեպ հանդիպող քրոնիկական արյան քաղցկեղն է, առաջնային միելոֆիբրոզը։ Հիվանդության ժամանակ ոսկրածուծում առաջանում են սպիներ, որոնք խախտում են արյան առողջ բջիջների արտադրությունը, արդյունքում ախտահարվում է նաև փայծաղը։ 20 տարի բուժվել եմ արյան փոխներարկման ինստիտուտում։ Այնտեղ բուժվել եմ, դեղ եմ խմել, հիդրա եմ խմել։ Ու տենց կամաց տվեց մեծացավ։ Փայծաղն այնքան էր մեծացել, Այսքան։ որ 74-ամյա կինը դժվարանում էր քայլել ու պառկել։ Մեջքդ պարտադի ցավում էր։ Մեկ է փորը, դե որ փորս են շատ մեծ էր։ Այդպես ցավում էր։ Որովայնը բավականին մեծացել էր, առաջ էր եկել նույնիսկ նման էր 8-ից 9 ամսական հղիության այդպիսի մեծ որովայն ուներ եւ փայծաղը այնտեղ հսկա երևում էր։ Բուժարուի հիվանդության պատմությունն ու հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելուց եւ երկար մտածելուց հետո բժիշկ Շահբազյանը պնդեց, չնայած որոշ ռիսկերին, հսկա փայծաղը պետք է անհապաղ հեռացնել։ Հաշվի առնելով, որ փայծաղի հսկա չափերը, այսինքն ի վերջո այդ փայծաղը պետք է այնտեղից դուրս բերվել, իսկ փայծաղը հասնում էր մինչև անգամ փոքր կոնք, հետևաբար այս պարագայում մենք բաց եղանակով կատարեցինք վիրահատություն։ Փայծաղը կարևոր դեր ունի օրգանիզմում, զտում է արյունը, կլանում դրա հետ հոսող միկրոբները, թույները, ծերացած եւ վնասված բջիջները։ Օրգանը վերահսկում է նաեւ իմունային համակարգի աշխատանքը։ Բժշկի խոսքով, մեծացած փայծաղի դեպքում լավագույն լուծումը վիրահատությունն է։ Հանդիպում են հսկա փայծաղներ, բայց այսպիսի մեծ չափերի անկեղծ լինեմ, երևի առաջի անգամ է, որտեղ հանդիպել են, եղել է մինչև 20, 25, 28 սանտիմետր, մինչև անգամ 30 սանտիմետրանոց փայծաղներ ունեցել են, բայց 35 մի քիչ արդեն շատ մեծ էր չափերը։ 45 րոպե տևած վիրահատությունից հետո Ջուլետա տատն արդեն լավ է զգում, ցավեր չունի։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։